Իրանց բազարնա թող իրանք փակեն։ Մեկը չի կարող։ Հանգիստ։ Դիա հանգիստ փակած։ Բա մարդը ծանր է տանում, նորմալ է էլի։ Ահա։ Բայց դու շատ անկեղծ տղա ես, քեզ ասեմ, իզուր քեզ չեն գնահատում, դու շատ անկեղծ տղա ես։ Քեզ իզուր չեն գնահատում, դու ոնց որ հեչ քպե չես։ Արդյունքը սենց տնես կա, ասենք ես բանը սարքելու իմաստը որն է։ Ես դեր ջիգերը պիտի։ Ստե ընտրությունը պրոցենտ։ Դու կյանքի կտորես։ Ինչ։ Մենք գիտենք, որ դուք ընտրությունները նկարել եք, բայց ոնց որ ձեր նկարչությունը մինչև վերջ եղել։ Ընտրությունները սա դեմոկրատ ես ասում։ Գիտեմ, ձեզից դեմոկրատ մենք չենք տեսել 25 տարում։ Բայց դու եք։ Վալոդյան, Ինչպես։ Վալոդյան, Պարոն Խաչատրյան։ Արեկելի այդ քեզի բան։ Նկարեք, աուդիո, վիդեո, ինչ եք ուզում։ Հերո դուք վտանգավոր եք։ Ոնց վտանգավոր։ Այդտենց ախպեր ջան, դե հիմա իմ լրագրողը գոռում էր, ես դրա համար եմ եկել։ Ես ոնց կարամ վտանգավոր։ Շնորհակալ եմ, որ դուք շատ Կին եք, ես ոնց կարամ վտանգավոր։ կեցեք, լավ։ Ասեք տեսեմ ինչից եք նեղվել։ Ես հայեմ ու ես տղամարդեմ շեմ կա։ Միակ հենց հենեք սաղաթել։ Սուզի ջան, անջատիկ էլի։ Դավայ են կողմ։ Սուզի ջան, Բաբշե սա լրագրողական չի խմած մարդու նկարելը։ մի կարեք էլի ուղղակի։ Լրագրողի համար սա մահացած մարդուն ծեծել է նշանակում։ Բայց քանի որ դուք Մեզ զինվորների դիերին վերաբերվել եք, այն կողմ գնա, չեմ սադրում։ Այսօր սաղորը դուք ձեզ ոնց եք պահետրատեղամասերու։ Քաղաքում կուրաժի տնելով ման էիք գալիս։ Մենք չենք տեսել ձեզ։ Հետա ձեր կինոներն է, դուք ես բնական վիճակում եք լրիվ։ Լրագրողներից վրա է հարձակվել։ Ուզում եք պահ հասկանամ, էլի։ Չեն իրար եք բոլորը կրվում, չի համար եք կրվում իրար եք։ Որտե ոստիկանությունը ռիսկի ան կպականի մոտ են ախպեր ջան։ Իդեպ հրավիրեցի, որտեվ իմ լրագրողները գորգոռում էին, բայց չեկան։ Նայի դաժե հարգանք չունեն քան իրանք իրար մոտ։ Հələ թող մենք կլենք ոնց էին բերման ենթարկել։ Զգուշ, մի խծվի։ Ես զգուշ եմ, հանգիստ աղեք։ Պարոն Խաչատրյան, լավ եկեք մոռանանք ձեր ընկերոջը, եկեք մի քիչ խոսենք։ Պարոն Սարուխանյանին հանգիստ թողնենք։ Իդեպ ասեք թող մի հատ ներողություն խնդրի իմ աղջիկների նոր անցնի գնա, կամ էլ դուք ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ փոխարեն, որտեվ ես իմ երեխեքի ահա զանգով եմ եկել։ Ես ներողություն եմ խնդրում։ Լավ, Ժաննա, всё, մենք հիմա թող մի քիչ ընտրական արդյունքներից խոսենք։ Ամբիոնից ելույթ ունենաք, ասել պատերին ենք տալիս այս կոմայնքով, բայց դեպքում անգամ ոստիկանությունը չբարեհաճեց, գոնե կարգեր։ Կստացի ոստիկանությունը ձերն է, թե մերն է։ Պարոն Սարուխանյան։ Խախտում եք։ Պարոն Սարուխանյան, ոստիկանությունը հələ մի րոպե ընկեր։ Ոստիկանությունը ձերն է, թե նաև մերն է եւ բոլորին է։ Այդ դեպքում մի հատ իրանց մի րոպե, մի հատ իրանց հանգստացի ընկեր, հասկացանք, ես մոռացել եմ, հիմա մենք քաղաքական ընտրություններից ենք խոսում։ Ընկեր մի սադրի, լավ, քաղաքական պրոցեսներից ենք խոսում, հանգիստ թող։ Բա որ բոլորին է, այսօր ողջ օրը, չէ, ես հիմա ձեզ հետ քաղաքական ընտրություններից եմ խոսում, սա լրագրողական չի, եթե ես նկարեմ, ես ինձ չեմ հարգի, դուք սա կանեիք ավելի այլանդակ ձևով, բայց ես ինձ կհարգեմ, որտեղ 25 տարի լրագրող եմ, ձեր թիմակիցները, Սյուզան Բադոյան։ Հիմա ես քաղաքական ընտրություններից եմ խոսում, եթե կարելի է ձեզ հետ ընտրություններից խոսեմ, ընտրություններից, եկեք ընտրություններից խոսենք, համեցեք էլի պարոն Խաչատրյան, պարոն Խաչատրյան, այն թող Սարուխանյան կարանը տանի, լավ։ Բաչան, ելը մատ ասա։ Տիպա։
Փողոցից կխնդրեք։ Ես ուզում եմ ընտրություններից խոսեմ, կարելի է թույլ տալ ի վերջո գործող իշխանության ներկայացուցիչներ են ստեղ։ Բայց երբ ինչի մենք ձեր հրավերին ենթարկվենք, եկեք գնանք միասին ձեր տեղամասի մոտ։ Ինձ թվում է կառավարել է ձեր ընկերը արդեն խնդիր չկա։ Եկեք, հա, խոսենք։ Ձեր քաղաքական թիմի ներկայացուցիչները լրագրողներին հայոյում են։ Արդեն Գնացինք, այս շոուն թող մի անգամ էլ ձեր դեմքով երևա էլի։ Դուք վերջնի ուրիշին պատերով եք տալիս, թող մի հատ էլ երևա մի րոպե։ Թող մի հատ էլ երևա դուք բնական վիճակում, արդյոք տեսնեն ով եք դուք, որ ազգային ժողովում ՊՊՑ-ի ներկայությամբ գողական տղուտեղ եք ձեզ դրել։ Ով կխոսի մեզ հետ Գյումրու ընտրություններից մոռանանք մենք նավակ ճոճողին։ Ինչի՞։ Հազար են բռնացել իշխանության ներկայացուցիչ։ Եկեք խոսենք։ Գնացինք։ Ակել, կանցնենք, այնքան խոսենք։ Դուք ներողություն խնդրեցիք, չէ՞ իմ լրագրողներին։ Դուք ամաչում եք ձեր գործընկերոջ պահվածքի համար։ Ես չեմ տեսել, ես տեղում չեմ եղել։ Հենց նոր տեղի ունեցածի համար ամաչում եք, թե չէ ձեր գործընկերոջ պահվածքի համար։ Ես ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ Իմ հարցը ոնց որ ուրիշ բան է։ Ինչ-որ վիրավորանք է եղել մեր գործընկերոջ կողմից։ Ես իմ Ձեզ ամեն ինչ կարելի է փաստորեն։ Իդեպ ոստիկաններին ես հրավիրում եմ, լայախ չեն անում, այս 10 մետրը բարձրանան։ Ձեզնից վախենում են գործել ոստիկանները օրենքի շրջանակներում։ Իմ գործընկերը թույլ տվեք, ոչինչ նյարդայնացած եմ կներեք, մեզ ամեն օր չեն հայհոյել։ Ձեր որակի մարդիկ մեզ նոր են ռաստեկել։ Նորմալ է, որ մենք կարանք վրդովված լինենք։ Չենք վիրավորում, ձեզ ուղղակի ցույց ենք տալիս։ Կներեք, դուք ինչ էիք անում մի քիչ առաջ։ Ես ներողություն հայտնեցի, եթե Ձեր գործընկերը հարցակվել է եղել է մեր գործընկերոջ կողմից։ Իմիջալոց ազգային ժողովում դուք լրագրողներին վերաբերվել եք, իմ թևից 10 անգամ քաշելով տարել եք, որովհետև ՊՊՑ-ի ներկայացուցիչները ձեզ այնքան իրավունքներ են տվել։ Դուք չեք արել, ձեր գործընկերները այդ թվում Անդրանիկ Քոչյանը խոսում եմ։ Այնքան գնա կողմից նկարի։ Մի խանգարի ինձ։ Մարդիկ հայոյում են, կանգնած հայոյում են լրագրողներին։ Իրա վարկը պիտի քննվի, քաղաքական գնահատական տրվի եւ մանդատը վայր դնի։ Մենք նկարել ենք վիդեոն, հեսա կլուսաբանենք։ Երբ որ տեսնեմ, նոր կհասկանամ, բայց ես Իսկ ընդհանրապես դիցուկ արել է։ ու նախընտրական շտաբում եմ եղել, նախընտրական շտաբից եկել Կներեք, Մհեր Սեթրակյանի վարկագիծը հիշում եք ինչ պատժի արժանացավ։ Վատ վարկագիծ է եղել, ես ներողություն եմ խնդրում։ Իսկ Անդրանիկ Քոչյանի վատ վարկագծի համար ներողություն խնդրել եք։ Դրա մեջ վատ բան կա։ Դուք ոնց վատ բան չկա, լուրջ դուք ամեն օր եք խմում Ներողություն խնդրելու մեջ, ներողություն խնդրելու մասին է խոսքը։ Դուք Անդրանիկ Քոչյանի վարկագծի համար, մի րոպե, Անդրանիկ Քոչյանի վարկագծի համար քանի անգամ եք ներողություն խնդրել, քանի անգամ եք որևէ լրագրողից զանգել, Ալենի ցինիզմի համար, քանի անգամ եք ձեզ թույլ տվել զանգել, ներողություն խնդրել։ Այսինքն այն որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին մարդկանց Ռոբերտ Քոչյան պաշտոնավարման ժամանակ դուք երևի ինչպես դուք եք ասում։ Լուսաբանում եք այդ ժամանակ, Սուզան, դուք։ Այո, ես լրագրող եմ եղել եւ ընդդիմադիր։ Եթե դուք ձեր կենսագրությունը սկսել եք 18-ից, ես իմ կենսագրությունը սկսել եմ 2000 թվականից։ Հիշեք, ես իմ կենսագրությունը։ Ո՞նց եք լուսաբանում։ Շատ լավ, գնացեք կարդացեք մամուլի էջերում։ Իդեպ գնացեք կարդացեք։ Այսքան լկտիություն երբեք չի եղել։ Դուք շատ կատեգորիկ կներեք լկտիություն չէ, սա ինչ է, սա գնահատական է, իրավունք ունեմ։ Եկեք ընտրություններից խոսենք։ Ինձ մի չափ տվեք, դուք դիրիժոր չեք, դա իրավունքը չունեք։ Եկեք ստեղ ձեր սարիկի թե բանի առաջ ենք խոսում, եկեք։ Լույսերը հարմար չի, եկեք ստեղ։ Իդեպ մեզ շնորհակալություն տի հայտնեք, որ մենք այդ ձեր շոուն միջև վերջ չենք նկարել, եկեք ստեղ խոսեք։ Դուք եք այստեղ։ Ինչպես եք, լավ եք, ընտրական արդյունքները ձեզ գոհացնում են, ոնց որ դիլխոր եք, հա? Շատ դիլխոր եք։ Ուր են։ Սարիկ Մինասյանի շտաբն է, խնդրեմ, հավաքվել են, ընտրական արդյունքներն են ամփոփում։ Հարգելիներ, ինչ տպավորություն ունեք ձեր ընտրական արդյունքներից։
Հայտնի դեմքեր չկան։ Բայց ով ես որ քեզ բացատրություն տամ, ես շտաբում ինչ եմ անում։ Լրագրող եմ, ողջույն։ Մենք էլ ենք այս նույն բանն անում, կանգնեք նայեք, նորմալ է։ Դուք ինչ եք անհանգստանում։ Լրագրողի ֆունկցիան է։ Եկեք դուրս եք ԿՊԱ-ական պատգամավորի վարկը տեսեք։ Փողոցում շոուներ է անում։ Եկեք դուրս եկեք, էլի։ Շաբից դուրս եկեք։ Ահա, կեցես, ռոշոտ տեսանք, այ ապրես։ Ձեր մարդն ես, որին այսօր ամբողջ օրը Սարիկի տեղամասում նկարել եմ։ Տեսեք ապացուցվեց դուք ովքեր եք։ Այսօր ամբողջ օրը ընտրական տեղամասում վերահսկում էին ընտրողներից։ Դուրս եկեք ժողովուրդ։ Ինձ մի ասա դուրս եկեք։ Ամփեր ես կորոշեմ դուրս կգամ, հասկացա։ Որոշելով չի։ Կխոսեք մեզ հետ ընտրական արդյունքներից գոհ եւ ինչ եք սպասում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման դեպքում։ Քո դեմքը նկարելու ոչ մի ցանկություն չկա ինքն դավայ։ Դուք ինձ մի ասեք ինչ անեմ։ Ես կասեմ, որտեղից լրագրող եմ եւ դրա իրավունք ունեմ։ Լրագրողը բայց Ուրա։ Տիկին Բաղդասարյան, կմոտենաք մեզ ասեք, ընտրական արդյունքներից գոհ եք, թե չէ։ շատ գոհ ենք, շատ գոհ ենք։ Ես Նազարին եմ հարց տալիս, ինքը վարչապետի խոսնակա։ Դուրս եկեք։ Տիկին Բաղդասարյան, տխուր եք կարծես թե։ Դուրս կգաք, մենք էլ մեր գործը հանգիստ անենք։ Հələ ասեք, աղո գալիս է խոսել, գնացեք։ Դուրս եկեք ասեք։ Եկա։ Տիկին Բաղդասարյան։ Բարև ձեզ։ Իլեն Գաբրելյանի վարքագծից տեղյակ եք։ Ինչ է պատահել։ Հայոյում ինչ որ հարփած Այսօր ամբողջ օրը շոուների մեջ է ձեր գործընկերը։ Կամաց։ Տեղյակ չեմ եղել ինչ որ միջադեպ է, ինչ եղել։ Մեր պատգամավոր Վիլեն Անդրանիկ Քոչարյանը մեծ հնարավորություն են ձեռել իրենից հետո բոլոր իրենց թույլ են տալիս լրագրողներին վիրավորելու։ Վիրավորենք պիտակավոր։ Չեն վայ, դու կարող եք վիրավորել մենք սեռական չէ։ բնույթի հավյանքներ է տալիս Մենք ունենք տեսանյութ։ ընկել էր մեր հետևից, ուզում ենք գնայինք չեր թողնում։ Տեսակ։ Մենք էս նոր է տեղի ունեցել։ Ես հրապարակեմ։ Կարող եթե կարելի է չեմ տեսել, Իհարկե սիրով հրապարակել բան չէ։ Եվ ասեք էս վարքագծին ինչ է հետևում։ Քաղաքական, գնահատական, մանդատը վայ դնելու թիմային որոշում, ազատվել այդպիսի վարքագծով պատգամավորներից իհարկե նա միևնույն է Անդրանիկ Քոչյանից շատ ավելի լավն է, հավատացեք։ Որտեւ Անդրանիկ Քոչյանը դա օյախ ժամանակ է իրեն թույլ տալիս։ Ավելի մեծ մասշտաբի է։ Այս ամենքը հրապարակենք, մեզ մոտ կա տեսանյութերը։ Բայց ոնց որ զրուցում եք, հա։ Հա, շատ ջերմ զրուցում ենք։ Շատ եմ լսել։ Լավ, եկեք մենք ընտրություններից խոսենք, եթե կարելի է։ Ես ինչ-որ նկարի դստե, ով շատ հրապարակի է, իրա բերանը շաշտա։ Լսան։ Всё, անջատի, մեզ հետ արքիվ չմնացածը։ Ես Պետք է մանդատ կրի ես մասը։ Ես չեմ գնահատական տվողը, բայց ցանկացած պարագայում կարծում եմ բոլորիս կարծիքը մեկն է, լրագրողի գործունեությունը ոչնդոտել չի կարելի։ Ինչ եք ուզում խոսել ընտրությունից։ Ընտրությունների արդյունքներից առաջարկում եմ խոսենք, իհարկե լրագրողի գործունեությունը խոչընդոտելը մի բան է, հասկանում եմ վիրավորված է Սամփերի։ Լրագրողի գործունեությունը խոչընդոտելը մի բան է եւ հայհոյել բոլորովին այլ բան, հայ տղամարդը, հայ կնոջը պլյուս մանդատավոր։ Ես հասկանում եմ դուք վատ եք զգում, գուցե ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ պահվածքի համար, որ դուք տեսանյութով տեսաք։ Մի անգամ դուք ներողություն խնդրեք ձեր գործընկերոջ վարքագծի համար։ Դուք ուզում եք ինչ-որ հարց ուղղելիք, Ես կուղղեմ սիրելիս։ ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտել չի կարելի։ Եվ հայ կնոջը կարելի է։ Ընդհանրապես Հայհոյել։ որևէ մեկին հայհոյել չի կարելի։ Այսինքն մենք կսպասենք եւ հետեւողականորեն ընտրական արդյունքները մինչև այս միջադեպը ես իմ գործընկերների հետ միասին ամփոփում ենք եւ ըստ նախնական արդյունքների բավական լավ դիրքերում էր գտնվում Վարդան Ղուկասյանը։ Ձեզ համար սա սպասելի է թե չէ։ Իսկ մեր ունեցած տվյալներում, որը արկա է մեր ընտրական շտաբում, այս պայդրությամբ շուրջ 13 տեղամասային կենտրոնների արդյունքներ ունենք եւ Սարիկ Մինասյանը առաջատար է։ Լավը այն է, որ Գյումրիում ընդամենը 82 տեղամաս է եւ շուտով բոլոր տեղամասային
կենտրոնների Շատ լավ։ արդյունքները Սարիկ Մինասյանը, այո, առաջատար է որոշ դեպքերում Վարդան Ղուկասյանը, բայց եթե հաշվի առնենք, որ կարող են գումարելիներով նաև լավ վիճակում հայտնվել ընդդիմադիր ուժեր, իսկ իրենք չեն բացառել իրենց քարոզ արշավի ընթացքում, նույնիսկ կոչեր են արել իրար հետ միավորվելու, հետևաբար մի փոքր ոչ լավ վիճակում է հայտնվում քաղաքացիական պայմանագիր։ Չանենք, բայց մեզ Մի քիչ տրամաբանական է, սա կանխատեսում չի, որ ընդդիմադիր թեկնածուները ի հայտ կան մեկ դեմքով, իդեմս ինչպես շատերը նշում են, այն թեկնածուը առավել շատ ձայներ կհավաքի։ Ես կարծում եմ, որ այս պահին արդեն ժամը 22:36 րոպե, կարծում եմ 2-3 ժամից ամեն ինչ պարզ կդառնա եւ այս դեպքում արդեն քաղաքական ուժները իրենք պետք է անեն համապատասխան հայտարարություններ։ Տիկին Բաղդասարյան, մի այսպիսի հարց էլ, այսօր ընտրատեղամասերում մենք իրավիճակ էինք տեսնում, որը ես որպես 25 տարվա լրագրող անկեղծ լինեմ չեմ տեսել, օրինակ երբ որ իրեք նույնականացրի հենց նոր այդ տվյալ տղամարդը ձեր շենքում այն վրետնի դեմքով ինձ է հետևում։ Ես երևի անվտանգության հարցն էլ լուծեմ։ Ձերոնք իրար մի քիչ շատ են նման։ Այնտեղ կան Նիկոլ անունով մի տղա, որը Սարիկի ընկերն է։ Թույլ տվեք ավարտել, մի միջամտի, քեզ ոչ մեկ իրավունք չի տվել։ Եթե դուք զրուցում եք, Չէ, կանգնեք, մի առիթից օգտվեք, ես հասկանում եմ ձեզ հարմար։ Դուք հայհոյել կարող եք, ձեզ վրետնի ասել չի կարելի։ Դուք վրետնի չէ, շատ ավելի վատ եք, երիտասարդ։ Դուք գուցե գնահատական տակ, դուք շատ ակտիվ եք եղել ինչ որ շրջանում, հարգելիս կխոսեք մեզ հետ։ Դեմքով լրագրող եմ պատասխանեք իրան։ Կանացի ձայնով տղամարդկանց ոնց չեմ կարում տանեմ։ Հրահանգի Վովա ջան, քիչ հետո կտեսնենք ով ունկա հրահանգի։ Մի հատ ներողություն խնդրի այս աղջկանից, որ հայհոյել է։ Հիմա գուցե խոսենք ինչ է սպասվում ձեզ կամ քաղաքային իշխանությանը, եթե օրինակ հաղթի ի վերջո ընդդիմությունը իր միասնական ջանքերով։ Համարենք, որ միասնական ջանքերով է հաղթում, այլ ոչ թե Վարդան Ղուկասյանի դեմքով բացառապես, բայց ինչպես հասկանում եք, եթե առաջատարը Վարդան Ղուկասյանն է, հետևաբար ինքն է դառնում քաղաքապետը, համայնքապետը, ինչ կլինի հետո ձեր իշխանության հետ Գյումրիում, այսինքն ժամանակը մի քանի ժամ է, բայց կարծես է նախնական տվյալները շատ տպավորիչ են։ Սպասենք եւ ամեն ինչ բաց կլինի։ Իդեպ ձեր թիմակիցները քիչ առաջ իմ ետևում նստած էին սրճանում եւ շատ արագ իրենց դեմքի արտահայտությունը փոխվեց, երբ որ թվերը սկսեցին հայտնի դառնալ։ Ես նույնը տեսնում եմ ձեր ընտրատեղամասում։ Դուք ձեր քաղաքական հաշվարկները պլան B այսպես ասած արել եք, պլան B ունեք եւ կարևոր է նաեւ որ Գյումրեցին հաղթի, իսկ քաղաքական ուժերից դե ով կհաղթի, դա արդեն այդ դեպքում ինչու եք միջամտում, եթե պիտի Գյումրեցին հաղթի, ինչու եք միջամտում եւ ուղղորդում։ Մենք ունենք տեսանյութեր եւ արդեն հրապարակ։ Ո՞վ ջան, դու այսօր շատ пассив ես աշխատել, հեչ չես հետևել։ Մենք չենք Գումարում ես որ Վիլեն Կապելինը հայում է։ Ես Վիլեն Կապելյանի չեմ անդրադարձել։ Չէ, մի րոպե, մենք ուրիշ բան։ Ու չեմ պատասխանում։ Դու ինձ չես համարում լրագրող, ընկեր ջան, ես էլ կարող քեզ տղամարդ չհամարեմ, բայց կներես, ասենք ինչ ան, բա դու ով ես ինձ ասում ես լրագրող չեմ համարում, տղա ջան։ Այդ ինչ խոսելու ձև է։ Դու լրագրող ես, քեզ ո՞նց ես թույլ տալի, Վովա։ Մյուս Վովա, դու քեզ հարցրել ես, դու ով ես, որ դու կանգնես իմ առաջ ու տեսնախ։ Տղա, ես 25 տարի աշխատել եմ, դու նոր ես հայտնվել։ Причем դու չես կողմնոշում, դու քաղաքական գործի չես, թե լրագրող ես։ Մի օր առաջադրվում ես։ Գնային կողմես մարդը հարգանքով խոսում ու առանց քեզ իր այդ նորմալ աշխատել է։ Ձեզ համբերություն մաղթենք, յա, հələ թիկունքը։ Տղա ջան, քեզնից իգնոր կանեմ կմնա զարմացած։ Բայց կներես քո լեքսիկոնին ո՞նց դի արձագանքենք։ Լեքսիկոնի վիճակի պատպանես։ Լրագրող չեմ համարում։ Ես էլ քեզ մարդ ու հայ չեմ համարում։ Գնա դատիցը ոնց որ դու չես կարող ապացուցել։ Մարդդ խոս Գնային կողմը, դավայ։ Դու ինձ ասի ես։ Գնային կողմ, դավայ։ Սրան նայի հələ։ Ինչքան տիպլիցատուր կա հավաքվել ու լրագրողներին վրա է տալի, ես եք դու։ Այ չի բուրաշկա դու հայ ես ախր որ հայից ես խոսում։ Դե արի մի ասա։ Մի խոսքով ունենք են ինչ ունենք, ԿՊ-ի Դիլխոր գրասենյակը Սարիկ Մինասյանի շտաբի դեմքով մենք ավարտենք։ Անելու բան չկա այստեղ։ Իրոք արժան